Ռուս հայտնի պրանկերներ Վովանը և Լեքսուսը հրապարակել են տեսանյութ, որտեղ պնդում են, թե խաբել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիլօղլուին։ Նրանց խոսքով Սինիրիլօղլուն համոզված է եղել, թե խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում զրուցել է հենց պրանկերների հետ։ Տեսանյութում պրանկերները ներկայանելով որպես Փաշինյան խոսում են Հայաստանում հայ-առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից ու հարցնում, թե ԵԱՀԿ-ն արդյոք կաջակցի իշխանություններին այս հարցում։ Հրապարակված ձայնագրության համաձայն Սինիրիլօղլուն պատասխանել է՝ ես կանեմ հնարավոր ամեն ինչ։ Պրանկերները նաև հարցրել են, թե հնարավոր է աջակցել կաթողիկոսի փոխարինման հարցում, ինչին նա պատասխանել է, որ կզբաղվի այդ հարցով։ Իմիջիայլոց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հարցնում է Փաշինյանին, թե դուք կարող եք դա անել, կարող եք փոխարինել կաթողիկոսին, եւ ենթադրյալ Փաշինյանն էլ պատասխանում է՝ կարծում եմ այժմ արդեն որոշակի լծակներ ունեն եւ մենք կարող ենք փոխել իրավիճակը։ Ես միայն խնդրում եմ ձեր աջակցությունը այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կոշտ քննադատությանը։ Սինիրիլօղլուն էլ պատասխանել է, որ լավ, կանեմ հնարավոր ամեն ինչ։ Հիշեցնենք, որ վերոնշյալ տեքստը ներկայացնում է պրանկերների հրապարակած տեսանյութում հնչող պնդումները, դրանց իսկությունը միայն այս հրապարակված հատվածի հիման վրա հնարավոր չէ հաստատել։